Մայրաքաղաքում կառուցվում է թափառող շների համար նախատեսված առաջին կացարանը եւ ձեր ակտիվ ներգրավվածությունը եւ մասնակցությունը բոլորի համար շատ կարեւոր է։ Առավել մանրամասն արդեն մեր հյուրերի հետ։ Այո, շտապ եմ ներկայացնել նրանց Հարություն Առաքելյան, Երևանի քաղաքապետարանի կենթանիների խնամքով տնօրեն, ՀՕԱԿ-ի տնօրեն եւ Կամիլա Հարոնյան, կենթանիների խնամքով եւ պաշտպանությամբ զբաղվող ինֆլուենսեր։ Բարի լույս։ Խոսենք այս ծրագրի մասին, որ փուլում ենք, ինչ է կատարվել, ինչ է կատարվելու։ Շատ լավ, մենք երևի ամիսներ կլինի առաջ այստեղ խոսեցինք, որ կացարանի կառուցման նախագծի մասին ու որ շատ կարճ ժամանակում արդեն կսկսենք շինարարությունը, մենք արդեն մեկնարկել ենք Հայաստանում առաջին թափառողջների նախատեսված կացարանի կառուցման շինարարական աշխատանքները։ Սա առաջին պետության կողմից կառուցվող կացարան է, բայց հույս ունենք, որ վերջինը չէ, եւ հենց այս նախագծի հաջողությունը հնարավորություն կտա, որ ծրագիրը մեծանա, գնա մարզեր ու առհասարակ թափառողջների խնդրի կարգավորման մեջ նաև իր ուրույն տեղն ունենա համայնքային կացարանների կառուցումը։ Մենք իրականում կացարանի նախագծի վրա բավականին երկար ենք աշխատել ու ուսումնասիրել ենք առաջադեմ աշխարհում հաջողված մի քանի փորձ ու վերցել, այսպես ասած, միքսել, համատեղել ենք մեր նախագծում ու ստացել այն, ինչ հնարավորություն կտա արդեն երկարաժամկետ, ինչու՞ չէ նաև մշտական կենդանիներ պահելու համար։ Շատ կարևոր է, որ կացարանում բացի այն, որ կենդանիները ապահովված են լինելու կերով, ջրով, բժշկական ծառայությամբ, բոլորը պարտադիր ստերջացված ու պատվաստումներ ստացած են լինելու, նաև շատ ենք կարևորում, որ կենդանիները ազատ տեղաշարժի հնարավորություն են ունենալու, որը երկարաժամկետ կամ մշտական կենդանի պահելու համար ամենակարևոր պայմաններից մեկն է, որպեսզի կենդանիները ուղղակի բանտարկված չլինեն, որտեղ կա միտք, կա մարդիկ պատկերացնում են, երբ որ խոսում են կացարանի մասին, պատկերացնում են, որ ուղղակի փոքր վանդակներ են, բանտարկված են շները, բայց այս նախագիծը եկել է փոխելու նաև այդ մոտեցումը, որ կացարանները ուղղակի, այսպես ասած, միայն անազատ պայմաններ չեն, այսինքն կենդանիները հանգիստ կարող են նաև տեղաշարժվել։ Եվ ինչպես նշեցիք, մենք ժամանակին խոսել ենք նրա մասին, որ նախատեսում ենք, որ կացարանում ակտիվ համագործակցություն կունենանք նաև կամավորների հետ, ովքեր կներգրավեն կենդանիների խնամքի գործում ու արդեն հայտարարել ենք կամավորների հավաքագրում բավականին լավ, այսպես ասած, ցուցանիշներ ունենք ու սկսել ենք արդեն ուսումնասիրել հայտերը, հետո հանդիպումներ կլինեն, աշխատանքի պլանավորում ու այսպես շարունակ։ Իսկ ինչպես են համակարգվում աշխատանքները, որովհետև շատ տարբեր գործառույթներ են իրենից ներկայացնում այս ծրագիրը, նախաձեռնությունը, եւ արդյոք որոշակի վերապատրաստման աշխատանքներ կամավորները պիտի անցնեն, որովհետև ի վերջո կենդանի խնամելը դա կարծում եմ մշակույթ է, գուցե հնչում է պարզ եւ հեշտ, բայց ինքնին իրենից ենթադրում է որոշակի գիտելիք։ Իրականում հենց այս նախատեսվող հանդիպումները դրա մասին են, որ կարողանանք քննարկել, հասկանալ հետագա աշխատանքները ինչպես կազմակերպել, այսինքն որ աշխատանքներում ներգրաված լինեն կամավորները, այսինքն խմբերն էլ նաև բաժանենք, թե որ խումբը ինչով կարող է օգնել խնամք, կերակրել, զբոսանք, կենդանիների որդեգրությունների կազմակերպում ու այսպես շարունակ։ Այսինքն այս հանդիպումները նախատեսվող հենց դրա մասին են, որ հասկանանք որ կամավորը որ ուղղությամբ է շարժվելու առաջ։ Շատ լավ, իսկ մոտավոր քանի շուն է արդեն պատկերացում կա, քանի շուն կտեղավորվի կացարանում։ Կացարանը նախատեսված է լինելու շուրջ 300 անտուն կենդանու համար, բայց մենք լիահույս ենք, որ այս ընթացքում այդ կենդանիները ուղղակի ոչ թե 300 կենդանի կհավաքվի կացարանում, այլ պարբերաբար կորդեգրվեն այդ կենդանիները ու իրենց տեղը կզիջեն նոր կենդանիներին։ Շատ լավ, ձեր շնորհիվ իհարկե իրազեկման հետ կապված բավական լայն հիմա գործողություններ են արվում, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, շնորհիվ իրազեկման ինչ ենք հասկանում ի վերջո, լավ թվով վերցնենք 300 շնիկներ կունենան իրենց կացարանը, իրենց զբաղմունքը, խնամքը եւ այլն, բայց ինչ կարգավիճակում են լինելու կենդանիները, երբ օրինակ, նրանք պետք է դուրս գրվեն կացարանից, որովհետև այլ թափառող շնիկներ նույնպես ունենք, որոնք ավելի քան այդ պահին ունեն կացարանում լինելու կարիքը։
Այսինքն ըստ անհրաժեշտության կլինի ինչպես է որոշելու եւ ինչ ուսումնասիրություն։ Հիմա քանի որ չկա կացարան, այսինքն շատ քիչ շուն պահելու հնարավորություն կա եւ ըստ անհրաժեշտության են, այսինքն կլինեն այնպիսի շներ, որոնք պարզապես դրսում գոյատևել չեն կարող հիվանդության պատճառով, տարիքի պատճառով կամ ենթադրենք ապրել են երկար տարիներ ընտանիքում եւ տերը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է, տեղափոխվել է այլ երկիր կամ գուցե մահացել է, որն ամենատխուրն է կենդանու պարագայում։ Եվ կենդանին դրսում պարզապես գոյատևել չի կարող, այսինքն նա սովոր չէ դրսի պայմաններին, ինչպես նաև չի ընկալվի այլ շների կողմից, որովհետև շները իրենք էլ արդեն իրենց միջավայրը ունեն եւ նոր շուն իրենց միջավայր թողնելու խնդիր կա։ Այսինքն այդ շունը կենթարկվի բռնության այլ շների կողմից, ինչպես նաև չի կարողանա պարզապես սնունդ հայթայթել իր համար։ Եվ ինչպես նաև կհիվանդանա, որովհետև իր տան պայմանները չկան, այսինքն պետք է առաջնորդվել ըստ անհրաժեշտության շների պարագայում եւ բնականաբար առաջնահերթությունը կտրվի տնային կենդանիներին, հրաժարված կամ լքված կենդանիներին, որտեղ իրապես այդ կենդանիները փողոցում չեն կարողանում ապրել, իսկ որոշ դեպքերում էլ տեսակներ կա, որ իրանց փողոցում լինելը նաև մարդկանց համար է վտանգավոր։ Իսկ իրազեկման արշավը թիրախային որ խմբերից եք սկսել, երիտասարդներ թե ավելի հասուն տարիքային խմբի մարդիկ կան որոշակի այսպես խմբեր, որ հենց այդտեղից եք սկսել։ Մենք կիսվեցինք հղմամբ, իրականում ես առաջիններից էի, ով առանց անգամ հարութին գրելու, ես ուղղակի հղմամբ մտա եւ գրանցվեցի, 3 հարութը զանգել է, ասում է դու էլ ես գրանցված մեզ մոտ, ասում այո, առանց քեզ տեղեկացնելու ես միանգամից գրանցվեցի, որովհետեւ ինքնին իմ կյանքը վերջին 10 տարիները կարելի է դիտարկել մի մեծ կամավորական աշխատանք, որ ոչ մեկի ներքո, ոչ մի կազմակերպության ներքո չի, այլ ես որոշում եմ այսօր սա պիտի անեմ, այսօր այս շանը պիտի օգնեմ կամ կատվիմ կամ բժշկի պետք է տանել, ворթեգրման հարցով պետք է զբաղվել եւ ես ունեմ մեծ լսարան, որտեղ կենդանասերները կազմում են շատ մեծ քանակություն եւ ես համախմբել եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն կենդանիներ տնային, ունեն շուն, կատու, սիրում են եւ փորձում են օգնել, չվնասելով իհարկե։ Եվ երբ կիսվեցի հղմամբ, շատ մեծ արձագանք ստացանք, ես էլ ինձ էլ էին շատ գրել եւ ավելի շատ կարծում եմ տարիքով երիտասարդներն էին, այսինքն չափահասության հասած տարիքի, բայց երևի համալսարանի ուսանողներ կարծում եմ այդ տարիքի եւ կարծում նրանց ավելի հեշտ կլինի, չնայած ես շատ կուզենայի, որ տարիքով մեծերն էլ մեզ միանային, քանի որ սերնդափոխությունը մեզ համար կարեւոր է, որ ավակ սերունդը ինչպես թելադրում է, ինչպես ասում է, շատերը մենք այդպես էլ լսում ենք, բայց ներկա պարագան փորձը ցույց է տալիս, որ կենդանասերները ավելի երիտասարդների շրջանում են։ Այ մենք շատ ուրախ ենք, որ ամեն ինչ նաև սկսվում հենց այստեղից, որովհետև ի վերջո բնության նկատմամբ հարգանքը եւ առհասարակ կյանքի ընկալումը նաև կարող է սկսվել այստեղից, որովհետև սա կարևոր մի դասյարակության կետերից մեկն է, որ ամեն մարդու մեջ պիտի սերմանել։ Այո։ Սա շատ կարևոր է։ Մենք ինչ հիմնական խնդիրների ենք բախվում կենդանիների խնամքի կամ պաշտպանության հարցում եւ Երևանում եւ մարզերում։ Ծանր թեմա եմ ես հիմա բարձրացնում, բայց այո, այս վերջերս երևի առաջնային կետը պետք է նշել իրավական խնդիրները, այսինքն մենք անընդհատ կարող ենք տեսնել դաժան վերաբերմունքի դեպքեր, արդեն շատ լավ է, որ քննարկման, այսինքն հանրային վատ արձագանքի արժանանում նաև շնամարտերի ամոթալի դեպքերը ու հիմնական խնդիրները այնտեղ են, որ ուղղակի դեռ մարդկանց մեջ պետք է ամրագրել, որ սրանք վատ երևույթներ են, այս վատ երևույթների մասին ինֆորմացիա ունենալու դեպքում պետք է բարձրաձայնել, պետք է ազանգել, որտեղ միայն այս դեպքում է հնարավոր կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, ինչպես եղավ հենց այդ շնամարտերի դեպքում եւ երբ ուղղակի կենդանասերները գնացել էին ու այսպես ասած բացահայտել են, որը նաեւ հետևանք արդեն ունեցավ։ Հիմնականում երևի առաջնային խնդիրն է, որ պետք է չվախենանք, պետք է փորձենք անընդհատ խոսել դրա մասին, խնդիրները բարձրաձայնել, որպեսզի այդ խնդիրները կարողանան հնարավոր լինի այդ խնդիրներին լուծում տալ։ Անտարբեր չլինենք։ Այսինքն, եթե մի երևույթ, մի գործողություն, մի խնդիր լինում է, մենք պիտի կողքով ուղակի չանցնենք ու գնանք, պիտի խոսենք, պիտի նկարենք
պիտի պատմենք, պիտի դիմենք ոստիկանություն, պիտի դիմենք թեկուզ քաղաքապետարան, որովհետև շատ հարցեր, թեկուզ ստեղծման կամ կորած կենդանիների, ինչ որ X հարցեր, բնականաբար լուծում է կենդանիների խնամքի կենտրոնը։ Պետք է չվախենանք, անտարբերությունը իրականում ծնում է չարիք։ Այո։ Եվ հենց պետք է այդ գիտակցությանը գանք, որ մենք կարող ենք փոխել մեկ հոգին, մեկ անհատը։ Այսինքն ես էլ ստանում եմ տարբեր ահազանգեր, եւ եթե ես ինքնուրույն չեմ կարողանում, բնականաբար դիմում եմ այլ մարդկանց, թե օրենքի, թե այլ կենդանասերների, որովհետև ինքնուրույն շատ դժվար է իրականում։ Ուղղակի դու պետք է գիտակցես, որ քեզնից շատ բան է կախված, քեզնից կախված է մեկ կյանք։ Եվ պետք է իրականում ազատվել այո արատավոր երևույթներից, թե շնամարտերը մեր ամենամեծ ցավն է ներկապահին իրականում, որովհետև մենք զբաղվում ենք, մենք ստեղծացնում ենք, կերակրում ենք, խնամում ենք, տանում ենք բժշկի, որդեգրման ենք տալիս, բայց բախվում ենք մարդկանց մեկ խմբի հետ, որը ոչ միայն չի օգնում, այլև շատ գլոբալ առումով է վնասում։ Եվ պետք է հասկանանք, որ մարդը եւ տղամարդը այն չէ, ով կարող է կռվածնել, շանը սոված պահել եւ այդ ամենը կազմակերպել, այլ տղամարդը եւ մարդը այն է, ով կարող է սիրել, հոգ տանել, փրկել, խնամել կամ գոնե չվնասել։ Մեր խնդիրը հենց դա է, եթե չեք կարողանում օգնել, խնդրում ենք մի վնասեք եւ այո, մեր աշխատանքը մի արժեզրկեք, որովհետեւ մենք դնում ենք մի ամբողջ կյանք։ Իհարկե այս ամենը ունի նաև իր հակառակ կողմը, այս ամենի ֆոնին մենք կարող ենք հստակ արձանագրել, որ մայրաքաղաք Երևանում նաև պատկերը փոխվել է, որովհետև կան մարդիկ, ովքեր արդեն ունեն հստակ լոկացիաներ, այդտեղ դնում են արդեն իսկ ավանդույն դարձած կերերը, որ գալիս են շնիկները ուտում են եւ այլն, ու վերաբերմունք հետ կապված նաև, ու մի անգամ մեր զրույցի ժամանակ դուք էլ նշեցիք, որ շատ կարևոր է սկսել մայրաքաղաքից, որովհետև գյուղերում կենդանիների նկատմամբ սերը կամ առհասարակ գյուղացու եւ կենդանու շփումը մի տեսակ այլ հարթություն ունի, որը դեռ մենք պիտի այստեղ ձեռք բերենք եւ հասկանանք նաեւ դրա էությունը։ Ու շատ իսկապես շատ հաճելի է, որ այս կարևոր նախաձեռնությունը սկսվում է հենց մայրաքաղաք Երևանից։ Ձեզ շնորհակալություն ենք հայտնում, եթե ունեք կարևոր ավելացնելու բան։ Ես երևի միայն ավելացնեմ, որ մեր համակարգացիները եւ ոչ միայն տեղեկանան, որ մեր կամավորների հավաքագրումը շարունակվում է, գրանցվել հայտագրվել, այսպես ասած, կարող են մեր սոցիալական ցանցերում տեղադրված հղումներով եւ գալ ու մասնակիցը դառնալ այս հրաշալի նախագծին, դառնալ մեր մեծ թիմի կամ ինչպես մենք ենք կոչում ընտանիքի անդամ։ Սա հնարավորություն կտա միախմբել, ծանոթանալ, գտնել նոր ընկերներ, նոր կենդանասերներ եւ գուցե հետագայում նրանց համար էլ ճակատագրական լինի աշխատանքի անցնեն մեր ոլորտում եւ մենք էլ նրանց բացահայտենք եւ ստեղծենք այո մեկ մեծ ընտանիք։ Ես առաջարկում եմ դու գնաս եւ կամավորակ։ Այո, դուք կարծեմ կհաղթահարեմ այդ։ Մենք պայմանավորվել ենք անպայման սպասելու ենք։ Շնորհակալ ենք ձեզ, որ մեզ հետ սկսելու համար մենք հիշեցնենք սիրելիներ, որ մայրաքաղաքում կառուցվում է շների թափառող շների համար նախատեսված առաջին կացարանը։ Միացեք այս կարևոր ծրագրին, սա առավոտ լուսոն է, մենք շարժվում ենք առաջ։